Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Արարատյան խոհանոց, լավ տրամադրություն, հետաքրքիր եւ ազգային կերակուր եւ ջերմ մթնոլորտ։ Այն ամենը, ինչ ուզում ենք ձեզ փոխանցել մեր տաղավարից։ Հարգելի հեռուստադիտողներ, փոխանցելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրը մեր ակտիվ հեռուստադիտող եւ մեր այդ հանրահռչակած գաղափարակից, այսինքն հին մոռացված տատիկի ժառանգված կերակուրների ցուցադրություն եւ այդ մղումով հենց մեզ է դիմել Արմինե Պապիկյանը եւ ինքը կներկայացնի հին կերակրատեսակ ժառանգված տատիկից Գյումրվա Շիրակի մարզին բնորոշ։ Այո։ Ողջույն Արմինե։ Բարև ձեզ, պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ դուք։ Շատ լավ, լավ, ուրախ եմ, որ արձագանքել ես, ուրախ եմ, որ ուզում ես մեր մշակույթի այս մասը, այս ազգային խոհանոցի այս մասը քո միջոցով տեսանելի լինի մեր հանրությանը։ Ապրես դու։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր կպատրաստենք մենք ջրով տհալ։ Տհալը, ինչպես գիտենք, մենք դեռևս մեզ շատ հայտնի մսի բաղաձոյացման ամենահնագույն ձևն է։ Այո։ Ինչպես գիտենք, տհալը դա մսի բաղաձոյացման ամենահին ձևն է։ Այո։ Եվ միգուցե մեր հեռուստադիտողներից ոմանք ծանոթ կլինեն Եղիշեի խրատք գործին եւ կուզեմ հավելել, որ Եղիշեն խրատքում հենց անդրադարձել է տհալին, որպես բնութագրելով սարկավակների բարոյական եւ ոչ բարոյական հատկանիշներին, նա ասել է, որ չլինեն դժկամ ինչպես տհալը, այսինքն տհալը դա դժվար հալչող, այո, ժխտողական նախածանցն է, այո։ Եվ հալչել բառից է։ Ապրես դու, ինչպես պիտի պատրաստենք տհալը, կօգտագործենք խառը մրգերից ջրեր։ Այստեղ ես տեսնում եմ սալորաչիր, դդումի նույնիսկ, տանձի կարծեմ, հա։ Այո, խառը մրգերից, այսինքն մեր հեռուստադիտողները ազատ են իրենց ընտրության մեջ, կարող են ընտրել իրենց ճաշակով, խառը մրգերով կպատրաստեն։ Եվ վերջում մենք համեմենք չորացրած նանայով։ Ապրես դու, եւ կերակուրը կարող ենք հուշել մեր հեռուստադիտողներին, որ կերակուրը նաեւ ծիսական նշանակություն է ունեցել բարեկենդանի ժամանակաշրջանի։ Այո, որտեվ պատրաստել են բարեկենդանի ժամանակ եւ կուզեմ հավելել, որ ոչ միայն ջրով, ղավուրման կարելի է պատրաստել նաեւ այլ եղանակներով, կարտոֆիլով, բրնձով, ինչը շատ տարածված է մեր մոտ Գյումրիում, բայց իհարկե այս հաղորդմանը կանդրադառնանք միայն ջրերին։ Շատ լավ, ապրես դու։ Նախորոք ջուրը լսենք։ Ասեմ, որ մի երկու էտապից է, երկու փուլով է պատրաստելու։ Երկու փուլով ենք պատրաստելու, այո, մենք նախորոք ջրերը կխաշենք, փոքր քանակությամբ ջրում։ Եվ սոխարած պիտի պատրաստենք։ Այո, սոխարածը եւ նախապատրաստենք սոխը։ Ես գիտեմ, որ Գյումրիում սոխարածը խոշոր կտորներով է։ Այո, կիսալուսնաձև եւ առատ սոխարածը։ Առատ սոխ։ Արմինե ջան։ Այո, ինչ զգացողություն է առաջացնում քեզ մոտ հին կերակրատեսակների մասին միտքը, այդ ժառանգությունը մեր, որ ունենք, շատ դեպքերում իհարկե դու այսպիսի կերակրատեսակ չես տեսնի հանրային սննդի օբյեկտներում, բայց տներում այնուամենայնիվ մի քիչ միգուցե քանակությամբ պահպանվել է։ Ինչ զգացողություն ես ունենում, երբ որ այդ փնտրտուքի արդյունքում գտնում ես մի մոռացված կերակուր։ Կուզեմ ասել, որ նախ մեծ պատասխանատվությամբ եմ փորձում մոտենալ, որտեվ պատրաստել մի կերակուր, որ թերևս մեր տատիկներն են պատրաստել եւ ստանալ այն համը, որ իրենք են ապահովել, իմ կարծիքով դա մի փոքր դժվար է եւ մեծ պատասխանատվություն, այո, մեծ գործ է։ Եւ իհարկե հիշողություններ, որոնք մենք ունեցել ենք դեռևս փոքր հասակում, ամեն մի ուտեստ ճաշակելուց մենք հիշում ենք, այո։ Հիշում ենք, այսինքն, այո, վերջի վերջո նաև հիշողություն է, մասունք է, թե տատիկի նկատմամբ տածած մեր հարգանքը, թե հիշողությունը, թե մնացած այլ հարցերը։ Քիչ քանակությամբ ջրի մեջ խաշում ենք խառը ջրեր։ Այո։ Կարող ենք արդեն սոխարածը պատրաստել։ Ահա, խաշում ենք։ Պատրաստենք մենք սոխարածը։ Մի կողմ դնում ենք տապակը եւ տհալի հետ սկսում ենք
աշխատել։ Այո, մենք սոխերացը չենք պատրաստի բուսական յուղով, որտեղ երկու համ կստացվի, հենց այդ իսկ պատճառով մենք օգտագործենք տհալը։ Այո, մեկ համ, մեկ լավ համ ավելի լավ է ստանալ, քան թե բազմահամ, բայց ոչ շատ հաճելի։ Իր յուղով հենց կտապակենք եւ սոխարած կպատրաստենք։ Իսկ այս ընթացքում հարգելի հեռուստադիտողներ, մինչ կհալչի տհալը, չէ՞ որ տհալը դժվար հալչող է։ Մենք կընդմիջվենք եւ այդ առիթը կօգտագործենք օգտագործվող մթերքների մասին տեղեկատվությամբ, այսինքն դուք իմանաք, թե ինչ օգտակարություն ունի այն մթերքները, որով մենք աշխատում ենք այսօր։ Կմիանանք մի քանի րոպեից։ Օրգանիզմի մասին պետք է մտածել հատկապես գարնանը, այն լրացնելով վիտամիններով հարուստ հավելյալ սննդով։ Այս դեպքում պետք է կարևորել նաև ջրերը։ Գլուխսոխը հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան։ Այն նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը եւ հիշողության վերականգնմանը։ Ինչպես տեսնում եք, մեր տհալը արդեն սկսել է հալ, չէ՞։ Այո, Եվ կավելացնենք սոխը, առատ, սոխը առատ։ ինչպես ընդունված է մեր մոտ։ Շատ բազմազան, շատ լավ համերով գերագրատեսականով է հարուստ Շիրակի դաշտավայրը, Շիրակ մեր բնաշխարհը եւ ցավալին այն է, որ Արմինե ջան չունենք մի այնպիսի ընդգծված հանրային սննդի օբյեկտ, որտեղ գոնե ամփոփ կներկայացվի այս կամ այն մարզի կերակուրը։ Այ դու որպես հեռուստադիտող, դու տեսել ես մեր ամբողջ այս ընթացքում հեռուստաեթերների հորդորել ենք, որ հանրային սննդի օբյեկտը պիտի ունենա բովանդակություն, պիտի ունենա ուղղվածություն։ Ինչ կարծիք ես, ինչքան լավ կլինի մեզ բոլորիս համար, երբ որ ռեստորանները ունենան ուղղվածություն։ Օրինակ, Տավուշի մարզին բնորոշ կերակուրներ լինեն, Շիրակի մարզի բնորոշ կերակուրներ լինեն։ Ինչ ես կարծում, կշահի ռեստորանային բիզնեսը, մեր մշակույթ ավելի լավ կներկայացվի, երկիր այցելած զբոսաշրջիկ ավելի հեշտ կկողմնորոշվի։ Իմ կարծիքով այո, որտեղ թերևս մեր մոտ ռեստորաններում իհարկե մենք ունենք ուտեստներ տիպիկ Գյումրուն բնորոշ, բայց պետք է նշեմ, որ թվով ավելի քիչ են։ Իսկ եթե հետևեն ձեր խորհրդին եւ իրենց մենյուում ունենան ավելի թվով շատ ուտեստներ հենց տիպիկ մեր Գյումրիի, մեր Շիրակի մարզին, այսինքն ամեն մի մարզ ունենա իրեն բնորոշ ուտեստները ներառի իրենց ռեստորանները ներառեն իրենց բնորոշ ուտեստները, իմ կարծիքով դա ավելի շատ կգրավի, որտեղ ամեն մի տուրիստ երկար փնտրտուքից հետո կարողանում է գտնել ինչ որ մի ուտեստ, որը բնորոշ է հենց տվյալ մարզին, բայց եթե մենյուն բացելով ընտրության մեծ հնարավորություն ունենան, իմ կարծիքով դա ավելի լավ կլինի։ Դրա համար է նաև այցելե մեր երկիր։ Մեր երկիր չի այցելե իտալացի զբոսաշրջիկը, որ այստեղ մակարոն ճաշակի կամ պիցա։ Բայց ասում ես, բայց չեն լսում, էլի չեն հետևում իմ խորհրդին։ Արմինե ջան, ինչ ասեմ, հետևեք մեր խորհրդին, բարեկամներ, շատ ավելի լավ միջավայր կունենանք, շատ ավելի լավ կաշխատենք, շատ ավելի շատ կվաստակենք, վերջի վերջո։ Շատ լավ։ Եվ իմ կարծիքով ոչ միայն տուրիստների համար, այլ մեր համար էլ շատ հաճելի կլիներ, երբ մենք գնայինք մեր մյուս մարզերի այցելության, կարողանանք ճաշակել հենց մարզին բնորոշ ուտեստ, որտեղ կրկնվող ուտեստներ են, դժվար է նույնիսկ տարբերակելը որ մարզից է։ Ոչ, եթե մենք ընդունում ենք, իսկ պիտի ընդունենք անպայման, որ նույնիսկ նույն բույսերը վայրի ուտելի բույսեր կլինեն դրանք, վայրի համեմունքներ կլինեն դրանք, կախված տվյալ տարածաշրջանի բնակնեմական պայմաններից, նրանք ունենում են տարբեր համեր։ Եվ նույնիսկ կրկնվող կերակուրները, եթե օգտագործենք անպայման այդ ամբողջ այն ինչ որ այդ տարածաշրջանից է, թե համեմունք, թե որպես ուտելի բույս, եթե օգտագործենք, մենք հաստատ կունենանք տարբերություն, հաստատ կունենանք բազմազանություն։ Լիովին համամիտ եմ ձեր հետ։ Ապրես դու որ համամիտ ես, եւ կարծում եմ քո շնորհիվ մի քանի ռեստորաններ գոնե կամ հանրային սննդի օբյեկտներ նույնպես համամիտ կդառնան։
Հուսանք Ստացանք ոսկեգույն երանգ սոխի։ Սա մեզ հուշում է, որ արդեն սոխարածը պատրաստ է։ Ահա, այսպիսի սոխարածը շատ հաճելի է ուտել։ Նորից։ տեղափոխենք մեր ճիշտերը, խաշված նախորդ ինչպես։ Այո։ Ամբողջը մեր հոգսաշատ եւ ժրաջան Գյումրեցու մառանից, չէ՞։ Այո։ Այդ ձմռան պաշարը, չէ՞։ Սոխը ունենք, տհալը պատրաստել ենք, չերերը ունենք, ինչ է մնում լավ տրամադրություն, որպեսզի պատրաստենք լավ ուտեստ։ Կթողնենք եւս 1 րոպե ընդհանուր եփվելու եւ մեր ուտեստը պատրաստ կլինի։ Շատ լավ։ Պիտի խտանա, Չէ, չէ՞։ Բավական է արդեն։ բավական է։ Բավական է։ Ինչ Մեր որ ենք ուտեստը համեմելու։ պատրաստ է եւ վերջում կհամեմենք չորացրած նանայով։ Մատուցելու ժամանակ պիտի համեմենք։ Այո, իհարկե, նախ կլցնենք բաժնային Խնդրեմ։ ամենի մեջ եւ Չգիտեմ ինչու շտապողականություն է մեզ մոտ հիմա, միգուցե դա նրանից է, որ ուտեստը կերակուրը հետաքրքրեց նաև մեր նկարահանող խմբի եւ մենք շտապում ենք վայելելու այս հիանալի կերակուրը։ Կարծում եմ բավական է։ բավական է։ Որովհետև այն մնացած մասից ես դեռ պիտի համտեսեմ։ Դու գիտես, որ մեր ռեստորանները արդեն նշում են, որ պիտի անպայման դուք համտեսեք, որ մենք կարողանանք վստահել։ Նանան այսպես։ Համեմեցինք չորացրած նանայով եւ պատրաստ է։ Պատրաստ է։ Ես էլ համտեսեմ։ Ինչպես նաեւ տակ ձեր գնահատականը պատրաստ Այո, է։ այո։ Այնպես վերստեմ, որ բոլոր մթերքներից լինի։ Եվ ինչպես էր։ Բարեկամներ, անվերապահորեն վստահեք։ Ապրես դու Արմինե։ Ես եմ շնորհակալ։ Արմինե ջան, ինչ ցանկություն ունես, մեր հերոստատիտողների խոսք ունես, խնդրեմ։ Ինչ կամենաս մեր հերոստատիտողներին։ Իմ խորհուրդն է, իմ խնդրանքն է, իմ ցանկությունն է մեր հերոստատիտողներին, որ սիրեն ու գնահատեն իրենց ունեցածը, տվյալ դեպքում անդրադառնան խոհանոցին, պիտի ասեմ սիրեն մեր հայկական խոհանոցը, որտեղ շատ հարուստ է, շատ բազմազան է, շատ համեղ է, եւ պիտի ասեմ, որ չվախենան, թե չեն ստան այն համը, որը եղել է, հիշում են իրենց տատիկների կողմից պատրաստված ուտեստների ժամանակ, միգուցե ես չկարողացա ստանալ այն համը, որ իմ տատիկն էր պատրաստում, նույն համը չկարողացա ստանալ, բայց կուզեմ ասել, որ դրեցի իմ մեջ եղած ամբողջ սերը։ Ապրես դու ցանկացար ամենակարևորը, եւ դրեցիր սերը։ Այո, չվախենանք եւ հարգենք եւ նաեւ շատ օգտագործենք, կիրառենք մեր ազգային խոհանոցը։ Բարեկամներ, ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմինեին։ Ցանկանանք, որ ինքը նույնպես չվախենա եւ միշտ կարևորի մեր ազգայինը, տվյալ դեպքում խոհանոցը, բայց ընդհանրապես մեր ազգայինը։ Շնորհակալություն Արմինե ջան։ Ապրես դու, հարգելի հերոստատիտողներ, այս լավ օրը ունի նաև ավարտ եւ մոտենում է ավարտին մեր հաղորդումը, այնպես որ նախքան հրաժեշտալը ուզում եմ մաղթել, որ մենք լինենք առողջ ու ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Չրով տհալ 100 գրամ, խառը մրգերից չիր 100 գրամ, սոխ 50 գրամ, չորացված նանա, բարեախորշակ։